շաբաթի օրվա մասին կարծում եմ առողջ քննարկում կունենանք, կլսենք ձեր առաջարկները, կքննարկենք այն ճանապարհային քարտեզը, որով պետք է միասին անցնենք։ Ցավոք սրտի, լինելով մեր հայրենիքում, այսօր պետք է խոսենք արցախցիների իրավունքների պաշտպանության մասին։ Սա իհարկե անընդունելի է։ Պահանջագրի այն 11 կետերը, ինչպես գիտեք, կառավարության կողմից քննարկման առարկա չեն եղել։ Մեզ համար շատ կարևոր է խոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, չխոսել գերիների մասին անթույլատրելի է։ Ինչպես տեսնում եք, վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանությունների ձեռքերով Լուծարեն Միսկի խումբը, սա ևս մտահոգիչ է մեզ բոլորիս համար, այս մասով կուզենք ձեր կարծիքը ևս լսել, որից հետո մեր հարգելի լրագրողներին կխնդրենք քննարկումները առանց տեսակցության։ Բարձր խոսեք էլի։ Իսկ ներողություն Սամվել Բաբայանը ինչի չի եկել։ Զբաղվածության հարց կար, մենք լիազորված ենք Իրանունից։ Այսինքն ավելի կարևոր, քան այս բային այստեղ հավաքված խնդիրները։ Հարց չի համարել գալ, որտեղ ներկայացումը կասում եմ։ Մենք ներկայացել այստեղ խարք համարելու կարծում եմ ընդհանրապես չկա մարտի 29-ի պարոն Բաբայանը ներկա էր և շարունակում է ամեն ինչում ներկա գտնվել։ Այս պահին այս տեսք կպատասխանենք, խնդրում եմ Հարգելի լրագրողներ, պետք է խնդրեմ ձեզ սահմանափակենք այսքանով քննարկում առանց տեսախցիկների, որից հետո ձեր դիրքորոշումը առիթ կունենաք լրագրողներին ներկայացնել։ Մասին դուք ինձ թվում է բոլորը դեռ ծանոթ եք նրա տված հարցազրույցներին եւ այն տեսակետները, որը արտահայտել է, ամբողջովին գտնվում է այս տրամաբանության մեջ, իսկ հարկ համարել չհամարելը ես ինչ որտեղ տեղին չեմ համարում, քանի որ այս նույն տրամաբանության մեջ կատարվում են աշխատանքներ, հանդիպումներ եւ հանդիպման վերջում ավելի կոնկրետ մեր կողմից հանդիպման արդյունքների մասին կասվի։ Շնորհակալություն բոլորին։